Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց։ Խուզարկություններ են իրականացրել Երևանի բնակիչ 44-ամյա Զոհրաբ Ասատրյանի բնակության և աշխատանքի վայրում։ Կատարված խուզարկությունների ընթացքում Զ. Ասատրյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ընդհանուր 0,31 սպիտակ բյուրեղանման զանգված զիպ փաթեթ լցված 1,8 քաշով սպիտակ փոշենման զանգված և ապակյա գլանակ սպիտակ հետքերով։ Ասատրյանի բնակության վայր Կուրհինյան փողոցի սեփական տան խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի Մակարով տիպի ատրճանակ 2 պահունակ 9 մմ 36 հատ փամփուշտ և 1 հատ 7,62 մմ փամփուշտ կողային համարը մաքրված ՏՏ տիպի ատրճանակ պահեստատուփում առկա 2 փամփուշտով։ Օդամղիչ ատրճանակ 2 տարավ, որոնց մեջ առկա են եղել մանր արծաթագույն փամփուշտներ, թուրպատյանով 6 կաթոցիչ, 10 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, տրամադոլ գրառմամբ 16 դեղահաբ 2 արխ դեղնականաչավուն զանգվածով տուփով դեղահաբերով 6 գլանակ, որոնց թափանցիկ հատվածներից տեսանելի է հեղուկանման զանգված և TH գրառմամբ դեղահաբ փաթեթ 1,26 դեղնականաչավուն զանգվածով տարրախ խոտանման հետքերով ապակե գլանակ մոխրացած հետքերով 2 փաթեթ դեղնականաչավուն հետքերով։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք է ավտոքարշակների միջոցով տեղափոխվել Զ. Ասատրյանի կողմից շահագործվող Range Rover և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Զ. Ասատրյանը ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լեդի Հակոբ մականվամբ Հակոբ Հակոբյանի մոտ ազգականն է, ով աշխատեցնում է Մալաթիայում հայտնի ոսկու շուկան։ Վերջինը նաև ըստ իրավապահների հենց շուկային տնօրենն է։